Այս խաղաղ պայմաններում ինչի պետք է մեր երեխաները զոհվեն։ Կյանքն է այդպես դարել, մարդիկ դարել են շատ ներվային, շատ չհանդուրժող։ Երբեմն կոնտակտի մեջ են մտնում, իրար չեն հասկանում, երբեմն երեխային էլի բորբոքվում են, ներվայնանում են։ 10 օրում մահվան 4 դեպք բանակում, զինված ուժերում, խաղաղ պայմաններում մահերը կարծես թե ամենօրյա բնույթ են կրում։ Նախորդին Վայքի զորամասերից մեկում Էդգար Գևորգյանի մահվան լուրը ստանալուց մի քանի ժամ անց այսօր հայտնի դարձավ, որ Ծիսյանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտնել նախնական տվյալով 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Նախաձեռնված է վարույթ։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել, նրան գտել են զորամասի դիմաց ծնոտին արձակված 2 կրակոցով, ամուսնացած է, ունի 2 երեխա, կինը հղի է։ Եթե կարգ ու կանոն լինի բանակում, հաստատ այդպիսի բաներ չի լինի։ Պետք է հոգեբանության մեջ մտցնել, որ զինվորականը դիտված է պաշտպանելու հայրենիքի սահմանները եւ ոչ թե անձնական հաշիվները լուծելու։ Պետք է փոփոխությունը լինի համակարգային, այսինքն պաշտոնատար անձանց փոխելով մեկը մյուսի տեղը դնելով չեմ կարծում, որ իրավիճակին կոնկրետ լուծումներ կտրվի։ Հսկողությունն է թույլ։ Բանակում միշտ էլ այդ խնդիրը եղել է, այդ խնդիրը եղել է։ Ուղղակի հսկողությունը թույլ է։ Եվ ձուկը գլխից է նեղում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զարմանում է, որ հասարակությունն իրեն է մեղադրում բանակում մահերի համար։ Նրա խոսքով դա մարտահրավեր է, որը միայն նախարարինը չէ։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի, ու անկախ նրանից պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Մինչ պաշտպանության նախարարը խնդիրը որակում է, տարիների խորքից եկող համակարգային Արադ, վարչապետը կրկին առաջ քաշեց իր վարկածը։ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, թե դեպքերի մեծ մասը կապված է դիրքում քնելու հետ, իսկ խնդիրն ավելի սրվել է, քանի որ խաղաղություն է։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդրը ավելի ասրվել, գիտեք ինչի, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում, ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը բան կլինի, կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի միջավայրի զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում։ Տաղանդավորագույն մանիպուլյատոր կարող է լինել, երբ որ մարտական հերթապահության ժամանակ խաղաղ պայմաններում զոհերի աղբյուրը համարեց խաղաղությունը։ Խորքային բան կա, կառավարման հարց կա, զինվորների զբաղվածության հարց կա, հոգեբանության հարց կա, գաղափարականության հարց կա։ Մամուլում տարածված լուրերի համաձայն օգոստոսի 23-ին Վայքի զորամասերից մեկում զինվորի սպանության պատճառը եղել է հենց դիրքում քնելը։ Վիճաբանություն է սկսվել, հայ-հոյախառն խոսակցությունն ավարտվել է հրազենի գործադրմամբ։ Քննչական կոմիտեն հայտնում է մեկ մարդու ձերբակալության մասին, չհստակեցնելով ծառայակիցն է, թե ոչ։ Անցած շաբաթ Ճամբարակ Վահան ճանապարհին զինվորների վրաերթի հետևանքով մահացավ նորակոչիկ Սուրեն Վարդանյանը։ Դեռ ամիսն էլ չէր լրացել, որ ծառայության էր մեկնել, 6 զինծառայող տեղափոխվեց հիվանդանոց։ Օգոստոսի 13-ին Գրիգոր Զաքարյանին գտել էին մահացած հրազենային վնասվածքով։ Հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին, փետրվարին Դավիթ Մանուկյանի եւ Նարեկ Հակոբյանի դիերը, իսկ հունվարին զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ օգոստոսի 14-ի տվյալով 2026-ին զինված ուժերում արձանագրվել է մահվան 11 դեպք, 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Դրանից հետո գրանցվել է եւս 3 դեպք։ Այնինչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով այս տարվա 7 ամիսներին զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահ, որից 11-ը պաշտոնապես համարվել են կապված զինծառայության հետ, 19-ը կապ չունեն։ Զինված ուժերը ամենատարբեր հարձակումների եւ չարեփոխումներ են ենթարկվել, որտեղ այդ փոփոխությունները բարեփոխում որևէ պայմաններում չի կարելի համարել։ Ըստ այդմ էլ դա ընդհանուր ազդեցություն ունենում այսօր բանակում տիրող իրավիճակի եւ նաեւ
վերջին հատկապես 1 ամսում դրսևորվող միջադեպերի վրա։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով զինված ուժերում առկա խնդիրների պատճառները խորքային են։ Իշխանությունը հրամանատարներին բաժանում է յուրայինների եւ օտարների զտում սպայական կազմը։ Մեծ թվով հրամանատարների բանակից պարզապես ազատելն է եւ դրա հետևանքով զինված ուժերում սպաների հրամանատարների թիվը էականորեն կրճատվեց։ Կադրային այդպիսի փուլային ջարդերի պայմաններում բնականաբար զինված ուժերում վերահսկման խիստ խնդիրներ են առաջանալու։ Բնականաբար նրանց հեռանալը չէր կարող զինված ուժերի վրա այդքան մեծ ազդեցություն չթողներ։ Անդրադառնալով բանակում մահվան դեպքերի աճին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-ում գրել է. «Այս մահերի ուղիղ պատասխանատուն պետությունն է եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում»։ Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի, էլ չեմ խոսում բարձրագույն հրամանատարական կազմի մասին։ Նրանք պետք է դողան ամեն զինվորի կյանքի համար, պիտի գիտակցեն, որ իրենք են պատասխանատուն յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Ոչ միայն այս գիտակցումը չկա, այլև իրական ու իրավական պատասխանատվությունը գոյություն չունի։ Ովքեր են սպանվածներն ու ինքնասպանվածները, շարքային զինծառայողները, ովքեր են բանտերում հայտնվում այս դեպքերով, էլի շարքայինները, ես չգիտեմ մի դեպք, երբ պատասխանատվության են ենթարկվում իրական պատասխանատուները, եթե անգամ նույն զորամասում դեպքերը կրկնվում են։ Օրեր առաջ բանակում մահվան դեպքերով պայմանավորված կադրային փոփոխություններ եղան զինված ուժերում։ Հայտարարվեց, որ համակարգային պայքար են տանում բանակում քրեական մշակույթն արմատախիլ անելու համար։ Փաշինյանն այսօր ասաց, որ ստեղծել է աշխատանքային խումբ Պաշտպանության, ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարների ներգրավվածությամբ։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով վճռական քայլեր պետք է կատարվեին վաղուց։ 8 տարի այդ քայլերը որ չեն արել, հիմա այդ ամբողջը գերլարված պայթուն է առաջացնում։ Ես սնոտեապաշտ չեմ, բայց տեսեք, այս դեպքերը իրար հաջորդ մեծ ավալ ստացան բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումից հետո։ Պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը պարտավոր են գտնել այս թնջուկի լուծումը եւ կգտնեն այդ թնջուկի լուծումը։